Բարև ձեզ, մեկ այսօր խոսելու ենք կենդանիների մասին, կենդանիների, որոնք որ մարդիկ վնասում են և դրա համար այդ մասին պետք է խոսենք։ Ուրեմն, կան մարդիկ, որ խաբում են, թե կենդանիներին սիրում են, բայց այդ նույն մարդիկ կենդանիներին վնասում են, ծաղրում են և այլն և այլն։ Այդ ամենը տեսնում է Աստված և կատարվում է Աստծո աչքի առաջ և Աստծոն դուր չի գալիս այն մարդկանց արարքները, ովքեր որ կենդանիների վրա ձեռք կբարձրացնեն։ Եթե անգամ դուք կենդանիներին չեք սիրում, պետք էլ չէ կենդանիներին վնասել։ Դա ես ձեզ ասում եմ ոչ թե հենց նենց պատմություններ հորինելով, այլ ճիշտ եմ ասում։ Կենդանիները պաշտպանված են, այսինքն կենդանիների պաշտպանը Աստված է։ Եթե անգամ նրանք ձեռքեր չունեն, ոտքեր չունեն պաշտպանվելու, այսինքն փոխաբերական իմաստով ձեռքեր չունեն, ոտքեր չունեն, ի նկատի չունեմ ընդհանրապես ձեռքեր չունեն, ոտքեր չունեն։ Ուղղակի իրենք մարդու նման ձեռքեր չունեն, ոտքեր չունեն, որ պաշտպանվեն։ Եվ դա հնարավորություն է տալիս որոշ խուլիգանների կենդանիների հետ վերաբերվել շատ վատ։ Ասեմ, որ իրենց բայց պաշտպանը ունի։ Եվ իրենց պաշտպանը հենց Աստված է։ Եթե Աստված տեսնի, որ դուք ձեզ շատ վատ եք պահում կենդանիների հանդեպ, այսինքն իր ստեղծածները դուք ոչնչացնում եք, Աստծուն դա դուր չի գա։ Եվ բնականաբար Աստված ձեր հետ կվերաբերվի այնպես, ինչպես որ դուք եք վերաբերվում կենդանիների հետ։ Չսիրելը դա ձեր գործն է։ Այո, կարող եք նաև կենդանիներին չսիրել, բայց դուք իրավունք չունեք կենդանիներին կպնելու։ Իմաստը դա է։ Ես շատ եմ տեսել կենդանիների, որոնք մեքենայի տակ են գցել գնացել, որոնք վնասել են և այլն և այլն և չեն մտածել, որ միգուցե հետևանքներ կունենա այդ ամենը, որովհետև մարդիկ մտածում են դե Աստված չկա, չի տեսնում և այլն, բայց ասեմ, որ Աստված ամեն ինչ լավ տեսնում է, ամեն ինչ լավ էլ տեղյակ է, ով ինչ է անում և վախեցեք այո Աստծուց, որովհետև ինչպես ասեցի, կենդանիները Աստծո ստեղծածներն են։ Սրանից հետո պետք է մարդիկ այնքան հասկանան, որ կենդանիները փամփլիկ խաղալիքներ չեն, որ վերցնես ձեռդ և ինչ ուզես անես։ Կենդանիները դրանք այն էակներն են, որոնք պաշտպանության կարիք ունեն, որոնք ունեն ուտելիքի կարիք, ինչպես մարդիկ են ունենում, տան կարիք և այլն և այլն։ Իսկ այն կատուները, որոնք չունեն տուն, չունեն ուտելիք, դա ձեզ հնարավորություն չի տալիս կպնելու այդպիսի կենդանիներին։ Դե հիմա այդպես ասած կան մարդիկ, որ անտուն են, չէ՞, կան մարդիկ, որ ուտելիք չունեն։ Դա այդ մարդկանց ճակատագիրն էլ այդ է։ Եվ ոչ մեկ իրավունք չունի ծաղրելու, թե էս ինչը փողոցում է և այլն, այսինչ կատուն կեր է հայթայթում ինչ-որ զբիլանոցից, դա ձեր գործը չէ։ Ձեր գործը միայն նա է օգնել կամ չօգնել, թողնել ու գնալ, բայց վնասել դուք իրավունք չունեք։ Նորից եմ ասում, կամ օգնեք, կամ մի օգնեք, բայց վնասել իրավունք չունեք։ Հուսամ այս վիդեոից հետո որոշները կհասկանան, որ կենդանիները իրոք փամփլիկ խաղալիքներ չեն, և կենդանիներին պետք է վերաբերվել շատ զգուշորեն։ Դա նորից եմ ասում, ես չեմ հորինում, սա նոր պատմություն չէ, սա շուտվանից է նկատվում կենդանիների հանդեպ ծաղրանք և այլն, որ կենդանիներին չեն սիրում, ուրեմն չի նշանակում, որ պետք է կենդանիներին վնասել կամ պետք է այնպես անել, որ կենդանիները ոչնչանան և այլն։ Դուք ոչ մեկի ճակատագիրը ոչ որոշում եք, ոչ էլ պետք է որոշեք։ Այսինքն այդ բոլորը Աստծո ձեռքերում է, իսկ մնացածը ձեր ձեռքերում է կերակրել կամ չկերակրել, դա ձեր գործն է։ Այսքանը։